Այն քայլերը ենք պատրաստում մեր կառավարությանը խնդրում ենք, որ այդ 90 օրը գոնե սարքեն 180 օր, ոնց որ սարքեցին Ղազախստանը։ 180 օր էլի գոնե կհերիքի։ Հիմա դուք ուզում եք որտեղ ընդունել կառավարությունից։ Հա, մերս բողոքը լսեն։ Հա, մենք դիմում ենք գրել մեծ շատ մեծ քանակով, առողջներով սա դիմում ենք գրել բանեն արել, որ Այսօր հանձնել եք կառավարությունից։ շուտ ենք հանձնել, այսօր էլ հանձնեցինք։ Հանձնել մոտավորապես։ Այսինքն վաղուց հանձնել եք։ Հա, բայց տենանք ես ինչ Այսօր կասեմ։ էլ հանձնեցիք Հա, դուք եկան ընդունեցիք։ հա։ Նարեկ, իսկ խոսքը քանի վարորդի մասին է, քանի մարդու մասին է։ Արդեն 100 հոգու կար է, ոչ չէ։ Ասեք մասին, Մի շատ էլի ասենք, մի ինչ 100 հոգի, երևի 2-300 հոգի կլինեն, հիմա ես իմ ասեմ։ Ստորագրություններով հանձնում եք դրա տակ ովքեր է ստորագրում։ Ովքեր է ստորագրել, Ռազեկ Տիկին Բեջանյանը, ում ենք դիմել։ Բեջանյանի թղթերը սաղ ուղարկել։ Սաղ ուղարկած է թղթերը։ Ասացիք, որ այս խնդրի մասին Տիկին Բեջանյանը արդեն շուրջ 1 տարի է ահազանգում, հա, այս ընթացքում ուրիշ ինչ-որ քայլեր եղել են, միջև Ինչ քայլեր, Աջիկ ջան, ինչ քայլեր անենք մենք։ Մենք մենակ էս կարանք անենք, գան կանգնենք ստե հավաքվենք, որ լսեն մեզի, բայց կլսեն։ Ասած վարորդը կային է 5 հատ դեպուտատ եկավ կայնես կողքները։ Իսկ ձեզ ինչու այստեղ չեն գալիս։ Ով կա։ Ունենք մենք դեպուտատ։ Չունենք։ Ունենք ասա, ուր է բա։ Բայց դեպուտատները ազգային ժողովը կառավարությունից չէ։ Ախպերս ազգային ժողով քեզով է թողում այդաս։ Դե դիմաց ինչպես այստեղ եք հավաքվել, այստեղ են հավաքվում օրինակ։ Կառավարության դեմ եկել եք դեպուտատները։ Այսօր Բայց նրանք իրանց ճանապարհի վրա էին կայնած, իրանց դեպուտատները իմացել էին եկել էին, հիմա մեր դեպուտատները չեն տենը մեզի։ Ընտրության ժամանակ գալի ոսկի սարեր են շոու բանդալի, խոստալի։ Բա ուր են։ Ռուսաստանի դեսպանատունը մենք Ռուսաստանի քաղաքացի չենք, Ռուսաստանում գործունեություն չենք ծավալը։ Մենք աշխատում ենք Հայաստանում, մեր հարկ դուք մուծում ենք մեր երկրում։ Ռուսիա համար չենք մուծում, գնամ Ռուսաստանի դեսպանատուն եսի չանեմ։ Իհարկե, Լեռնատուկորում իրականացում բավականին բավականին մեծ է, ինչու է այսքան ինչ է խորհրդել։ Որը դուսնա, որը հերթերի մեջ են, որը ճանապարհին են գալիս են տղաները, բայց որն էլ դեպորտ են արել, որն էլ տեղյակ չի։ Հիմա մենք այս պահին երևի 2000 վարորդ ունենք դուրսը, որը որ գալիս են, այդ 2000-ից կարող է 1000-ին միանգամից դեպորտով ուղարկեն երկիր։ Կներեք, իսկ դուք դիմել եք պատգամավորներին, որովհետև ղազախները ռեպորտաժ ելնելուց ասում են, որ վարորդները դիմել են։ Նրանց վարորդները դիմել են, մենք էլ ենք դիմել, Տիկին Բեջանյանն էլ է դիմել, որ ասեն։ Որ պատգամավորներին եք դիմել օրինակ։ Համար որ մեր համար կապ չունի, դիմությունա, անդիմությունա, ով ուզում ալի, երկրի մարը իրանց պատգամավորները դուս եկան, պրյամո տրանսլյացիա տվեցին, ամեն մեկը իր հեռախոսով պրյամո տրանսլյացիա տվեց Ռուսաստանին, հանեցին արգելքը մարդկանց։ Էնում էլ արգելը փակել էին, բացեցին նորից այդ վարորդները գնան։ Լավ, ձեր ասացիք, որ նախկինում էլի եք դիմել, ինչքան ժամանակ է անցել ու ինչ պատասխան են տվել, թե չեն էլ տվել։ Մենք եկել ենք ստեղ դիմում ենք գրել էլի տրանսպորտի հետ կապված խնդիրների, որ Վրաստանը այդ արգելը փակում էր, դնում էր, մենք իր երկիրը տրազիտ ենք անցնում, մուծում անում ենք, գնում ենք։ Նա տանում է բեռները կողմը, տամոյի փակում է, ասում է։ Հա։ 90 օրվա համար այսօր եք դիմել։ 90 օրվա համար, հա, որովհետև նոր է սկսել։ Հա, նոր, այսօր դիմել եք։ Այսօր, հա, որ որոշել ենք Տիկին Բեջանյանն էլ ասուլիսնա տվել, որովհետև դիմել ենք մենք իրեն, որովհետև տարվա հենց սկզբին փետրվար ամսի Տիկին Բեջանյանը ասուլիս տվեց, ասեց, որ տարվա վերջում մեր վարորդները խնդիր են ունենալու։ Դա մեր կառավարությունը չլսեց, լսեցին, չէ՞։ Իրանք կարային դրա դեմը շուտ առնեին, որ այս խնդիրը չլեր այսօր։ Հիմա հեսա գգա դիմացը նոր տարի, մեքենաները չեն կարում բեռները բերեն, հեսա գնալու ապրանքներ կտանգանա։ Հետո կասեն ոնց արվելու տանք։ Մեր քայլերը պետք է չգնանք, ինչ կլի, ոնց որ սաղ թող թանկանալու է, մեր համար էլ է թանկանալու, կմնանք մինչև տարին վերջանա, նորից գնանք։
Իմ 94 օրը լրացել է, ես չեմ մանավ, ռիսկ անեմ, գնամ թե չգնամ։ Եթե հիմա ձեր պահանջները կառավարությունը չբավարար, օրինակ պատրաստ եք փողոց փակել, որովհետև նման Փողոցել կփակենք, ամեն ինչ կանենք։ Ֆուրերով կփակենք, որ չկարողանան շարժվել։ Մենք այսօր որոշեցինք ֆուրերով գանք հրապարակ։ Ուղղակի չեկանք, որովհետև այս համերգային արարողությունը եղել էր, ասենք այդ կոնստրուկցիաներն էլ դրածա մի քիչ չուզեցինք տահաճ հետևանք անենք մեր ժողովրդի համար։ Էսի դու մի նայեք, ասենց մի 50-60 հոգի մարդ են հավաքված։ Էսի եթե դանակը հասնի ոսկորին, սա Հայաստանի ֆուրերի շոֆերներն էլ, ով ասենք արևաններով, սա լինեն հավաքվեն։ Հեսա կգան, հեսա մի այս որոշում եք ճանապարհ, հա կփակենք։ Ֆուրերով գալիս են հրապարակ հաջորդ անգամը, եթե այս հարցին լուծում չտվեցին։ Մենք չենք վախենում, որ պատրուլը շտրաֆ կգրի կամ ինչ կան, ինչ պետք է անենք, հո չենք կախելու։ Մի հատ շտրաֆը տակի տակ գրում են, մուծում ենք, էլի։ Ստե կլի, ընդե կլի։ Որտեղ Նարուշենյանը շտրաֆը գրելու է։ Բայց այնպես է չէ, որ էսի ասի մի հատ մեծ հարց է, որ չկարողան էլի լուծում տան։ Ուրիշ պետությունները, որ զբաղվում են իրանց ասենք ժողովրդի համար, պերևոզչիկների համար, լավ էլ հարցին լուծում է տվել Ռուսաստանը։ Մերոնք էլ որ զբաղվեն, պրոստը փաստողի վիճակ է։ Մի հատ մեզնով զբաղվեն, չէ՞ որ մենք ենք լրիվ բերում ենք։ Այսօր 99% ապրանքը Ռուսաստանից Հայաստան է մտնում, որ մենք չբերենք։ Դուք ինչ պետք է ուտեք, ժողովուրդ։ Կարծիքով պատճառը ինչու՞մն է, կառավարությունը չի ուզում, թե չի կարող։ Ես չգիտեմ, կարող է իրանք դաժե տեղյակ չէին սրա մասին։ Մենք հիմա տեղյակ ենք պահում։ Կառավարությունը, ասենք, մեր վարչապետը Պուտինի հետ ոնց է խոսում։ Ոնց է խոսում։ Եսին ոնց է խոսում, կարող է խոսա, թե չի կարող խոսա։ Խոսացողը հանում է, որ չի կարող խոսա։ Ղազախստանում կարողացել են։ Դե կարողացել են, ստեղ էլ որ կարողանան, վաղը կասեն ձեր վրից էլ անա։ Դա ասենք չէ, Հենա, Ղազախստանում, տես եկավ, անունը տվեցիք հենա եկավ։ Ղազախստանում, որ այդ խնդիրը ելավ, ճիշտ է ասում, Ղազախստանի լագիստիկայի կազմակերպիչներն էլ եղան, այդ հարցը բարձրացրեցին, այնտեղի նախարարներն էլ ելան, բարձրացրեցին։ Հիմա մենք էլ շոֆեր ենք եկել ենք այդ հարցը բարձրացնում ենք, երևի վերևները կլսան, մի հատ էլ իրանք էլ կբարձրացնեն, լուծում կտան։ Թե չէ 90 օրը եթե հանգարցակի փակեցին, դա լավ չէ էլի, վերջն է այդ։